Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի գործողությունների ժամանակացույցը պատրաստ է այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց այն։ Ներառում է շուրջ 20 բաժին, 262 միջոցառումներ են, դրանցից 150 միջոցառումները իրականացվելու են մինչև անդամակցությունը, մնացածը անդամակցությունից հետո։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում բարձրագույն Եվրասիական տնտեսական միության նիստում Մաքսային միության անդամ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելարուսի կողմից հաստատվեց ճանապարհային քարտեզը։ Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային 7 խումբ, որը պետք է զբաղվեր Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնելով Մաքսային միության պահանջներին։ Մինչ օրս բովանդակային առումով հանրությանը ոչինչ հայտնի չէ։ Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի մտահոգությունն այլ էր։ Երեք խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կա տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունը ինչպիսին է եւ ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետեւ հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում։ Նրա հետ համամիտ է նաև արտաքին գործերի փոխնախարարն ու արդարադատության նախարարը։ Պիտի խնդրեմ մի քանի օր, որպեսզի թարգմանչական կենտրոնը ամենայն մեկ անգամ եւս անդրադարձ կատարի փաստաթղթերի բնականությանը։ Տեխնիկական հարցեր կա, հենց որ դա արվի, դուք կտեսնեք արդեն սայթի վրա։ Այսօրվա նիստից հետո պարզվեց, որ մշակույթի նախարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ Մաքսային միության ճանապարհային քարտեզի, ոչ էլ գործողությունների ժամանակացույցի հետ։ Ես տեղյակ չեմ։ Ճիշտ կլինի, մենք կապ չունենք, մշակույթի նախարարությունը կապ չունի։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Մաքսային միության անդամակցությանը զուգահեռ աչքաթող չեն անելու Եվրամիության հետ համագործակցությունը։ Որպես խոստման ապացույց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջարկներ ունի, որոնք առաջին իսկ պատահի դեպքում կներկայացնի կրթության ոլորտում։ Պարոն Աշոտյանը խիստ կարևորում է կրթության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությունը, այն համարելով ինտենսիվ։ 2014-2020 թվականների համար նոր բյուջե է հաստատել Եվրոպայի խորհրդարանը, որտեղ նոր կրթական մեծ ծրագիր կա, կոչվում է Erasmus բոլորի համար, Erasmus for all, որտեղ դրված է շուրջ 18 միլիարդ եվրոյի գումար եւ այդ գումարի շրջանակներում Հայաստանը նույնպես կարող է ներգրավել ծրագրերի մեջ։ Մեր բուհերը արդեն ունեն այս տարի շահած 18 հատ Tempus ծրագիր Եվրամիության կողմից ֆինանսավորվող։ Նա վստահեցնում է գոնե իր ոլորտում Մաքսային միության եւ Եվրամիության հետ համագործակցության ընթացքում հակասություններ չեն առաջանա։